Ջերմաստիճանը օրվա ընթացքում կլինի 31 աստիճան Ցելսիուս։ Անպամացությունը ցերեկվա ժամերին կկազմի 23%, տեղումների և ամպրոպի հավանականություն չկա։ Իսկ ահա հինգշաբթի գիշերը մեզ սպասվում է 20 աստիճան տաքություն։ Հիմնականում երեկոյան ժամերին կլինի պարզ եղանակ։ Տեղումների և ամպրոպների հավանականություն երեկոյան ժամերին ևս չի սպասվում։ Քամին գիշերվա ժամերին կլինի 13 կմ/ժ արագությամբ։ R-Music Radio, բոլոր եղանակներին ձեր կողքին։ Վստահեք մեր փորձառությանը։ Ձեր բիզնեսի գովազդը փոխանցեք փորձառու թիմին։ 747 477 34 44 Դեմ դիմաց Ռաֆայելի և Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու R-Music, հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռաֆայելի և Դերենիկի հետ Եվ մենք եկանք, հարգելի բարեկամներ, ձեզ ասելու բարի օր, ողջույն բոլորին, ովքեր միացել են մեզ, ուղիղ եթերը մեկնարկած է, սա Դեմ դիմաց հանդիպումն է, այսօր արդեն 5 շաբթի է եւ մենք եկանք Դերենիկ ու Ռաֆայելը ձեզ հետ են, Դերենիկ բարի օր, բարի 5 շաբթի առավոտ, բարի լույս բոլորին, բարի լույս։ Այս աշխարհի որ անկյունում եք։ Այսպատար 5 շաբթի առավոտյան Այս շոքերը, այս կրակը մի կողմից մի քամի բարձացավ, մի բան Երևանում արև ու քամի են, տաք քամիներից են, որ գրիլ ես լինում է, մի տեսակ են, որ կարմրում է երեսը, տենց այս ինչ տափաստան դարավ չեմ հասկանում։ Քամին Երևանի Սովորական է, չէ, երեկոյան անփոխարինելի երևույթներից մեկն է։ Ես են քամին ա, Հիմա հələ փոշի չկա, առաջ այդ երեկոյան քամին այնպեսի փոշի էր բարձրացնում, որ աչքերը ցավ լցվում էր, հիշում եմ։ Նայած որտեղ, հա, նայած Հիմա ավելի բարեկարգ է քաղաքը։ Դե լավ է տեսեք դուք ինչ բարեկարգ է, ինչ խոսք է համեմատաբար, բայց այսօր որ տեսնեք թե քանի տոպրակ ու գարդոնը ոնց է հայերեն սաղարթաթուղթ է ինչ է, ստվարաթուղթ։ Այդ ստվարաթուղթերը պատտվում մի տեսարան բացելով փոշին իհարկե կա բումաշինա արական 500 շենք են սարքում, թե 500 շենք այս Երևանը ոնց է տեղավորում, ես չեմ հասկանում, բայց Ես էլ այդ թվերը լսում 500 էլի, ասենք 50 չէ, 500։ Հա, բայց երկրորդը հնարավոր չի մի փողոցով անցնել ու հանկարծ շինհրապարակ չտեսնել։ Անկեղծության համար ասենք ես էլ այս վերևը կա, այն աչքի հիվանդանոց կար, հանրապետական նախկին հիվանդանոցը այդ արանքում անցանք այս վերջերս փոսեր հսկայական։ Այսօր գործում է այդ կողմերը գնացի, մեքենայի յուղը, վայ, պատմեմ այդ յուղը պիտի փոխեմ։ Ամար շենք հատ է արդեն վարկանական է որ աչքը թարթեցիր շենք է մի անգամից այ քեզ հայոց երկրի այ շինարար ես ինչ է կանում ժողովուրդ Բա այդպես օքեյ լավ ինչ ունենք մեր լրահոսից բազմաչափ Facebook-ում բան տեսա մի հատ ուրեմն հայ բլոգերա որ սարքում է բաստուրմա այո ուրեմն բաստուրմայի վրա էլ sense ուրվագծեց Հայաստանի քարտեզը, հետո ոսկի թուղթ կային բարակ թղթեր կան, որ դնում են։ Ուտելու թղթերը։ Այո, ուտելու ոսկին, չգիտեմ, դրադեպտել է որ նա կյանքում չեմ կերել, ոչ էլ ուզում եմ պատրաստել։ Հա, ուրեմն տենց Հայաստանի քարտեզը Արցախով, վերջում էլ դանակով այդ Արցախի մասը կտրեց Հայաստանից, բաստուրմ են sense ու 2.5 արեց, մի բաժակ կոնյակ լցրեց ու խմեց, ընտիր Տեսեք մեր հայրենասիրությունը ուրա հասել արդեն էլի, հա։ Անկամ բաստուրմայով ենք մենք դա արտահայտում, թե ինչքան ենք մենք մեր հայրենի։ Ճիշտ հասկացա, այսինքն մի մասը կերավ Զակուսկի արեց։ Չէ, բաստուրման պատկերացրու, վրան Հայաստանի ոսկու քարտեզն է Արցախով։ Հա։ Ու հետո դանակով այդ մեծ այդ Արցախի մասը կտրեց Հայաստանից, ու բաստուրման մեջից դուրս եկավ։ Երևաց արդեն, հա։ Վտանգավոր տենդենցա, վտանգավոր։ Բաստուրմայի վրա այմատ երկրի քարտեզ, դե կարողանաս տենց բաներ էլի երևակայես, ամեն մարդի վիճակի չի։ Տանը չփորձել խնդրում եմ։ Որ գրամոլ բան դուրս եկանք էլի, չէ, նայեմ ես։ Հայրենասիրությունը ինչ կապ ունի Ես տեսել եմ տոլմաներով էին բան արել, սենց ոնց ասեմ շարել
նկարած չէր, բայց տոլմաներով բաներ։ Բանը Քանդեցի Ռաֆայել։ Ես էլ բան եմ տեսել մի անգամ Արցանը Սասունցի Դավիթի Փլավը Մասիս Էդի որպես բան Չէ, բան էին անում, մրցույթ էր այդ Լալիպապ են որտեղ էր Տոլմայի փառատոն արեցին Գորիսում էր կարծեմ այս վերջերս Տոլմայի փառատոն մենք անգամ նյութ կարդացինք որ Մամուլյանը բանդը քյաբաբի եսի ինչ էին սարքում մի խոսքով կապ չունի բան ես տեսա Սասունցի Դավիթը ասենց Տոլմայով դուք խիղճ եք Բալներն է Քոկիկ Ջալալի սմբակներն է թափով տոլմով են այնտենց Ամար խիղճ ունեցեք էլի Ես առաջարկություն ունեմ կարելի է փլավը լցնել Մասի սարերի բանով երկու տենց եւ այդպես մատուցել սրանից հետո Եթե իսկապես հայերեն ասել եք կամ էլ այդ Facebook-ում որ ասում են եթե հայ ես կիսվի եւ տարածի ասենց Զոնկա, եթե հայ չես, չպետք է կիսես Մեկ էլ մի բան ասենք, որ լեզվային խնդիր ա լինում բան, ասում են հայ եք, դա սխալ մոտեցում ա, ճիշտ է ասել է, որ հայերեն խոսում եք, թե ոչ, որտեվ կարող է այդ մարդը հայ չի, հայերեն խոսում ա, եւ հակառակը կարող է հայ, բայց չի խոսում Մի քանի ամիս առաջ մի հատ կոնֆերանսի էի մասնակցում, որտեղ երբեք նման բան չէի տեսել, շատ գեղեցկադեմ անգլիական արտաքինով օրիորդ որը հասկացանք Իռլանդուհի էր շատ գեղեցիկ հայերենով իդեպ սերվիզի հարց կար հյուրանոցի սենյակում ինտերնետ չկար զանգեցի բան մեկը երևի ակցենտից կամ բան չգիտեմ ասեց հայ եք վայ զարմաց ասա վայ դուք եք հայ բարև ձեզ բան է ձեր ասացի պես ասեց ոչ ասեց ես Իռլանդուհի եմ հայերեն խոսացող Իռլանդուհի ասենք չեմ տեսել այդպես բան շատ քիչ հավանական է որ կհանդիպես Ինձ թվաց ասի, երևի ընտանիքն է ձեր ինչ որ բարեկամ ունեք կամ ամուսին կամ ինչ որ մի ազգական ունեք բան, ասեց ոչ, հոգիս է հայկական։ Արա, ես այն ոչ գիշեր սենց պարկել եմ, սենց մտածում եմ, իդ ինչ ասեց այդ աղջիկը։ Հոգիս հայկական, այն ազգայնական հայերը տես բան չեն ասի, հոգիս է հայկական։ Իհարկե շատ հաճելի է, ես շատ զգացված եմ, որ նույնիսկ տեսակ որ օտար լրիվ օտար ու ոչ հարևան է, ոչ պատմությամբ առանձնապես Իռլանդիայի հետ կապ ունենք, բան մեկի հանկարծ Իռլանդացի աղջնակ ասում է հոգիս է հայ, շատ։ Բայց որտեղից դա եկա, տենց էլ չիմացա, էլի։ Երևի Բայերոնը Ես վարկած ունեմ։ Բայերոնն է մի բան։ Ես վարկած ունեմ։ Ապա։ Վարկած ունեմ։ Ապա։ Հայ սիրեկան ա ունեցել երևի, այն էլ բանաստեղծություն բանա կարդացել։ Սիրեկան ունենար, հիմա հայերենը կմոռանար, կասեր, որտեվ լավ չի վարվել։ Ինչ ես էդ։ Կարող է տղան ընտիրա վարվել, ընտիրա կարող է վարվել։ Անենց է վարվել, մի անգամ հայերեն խոսած։ Որ հոգին հայերենացի հայա դարձել։ Դե ամեն դեպքում շատ հաճելի էր այդ Մադլենը։ Դե այդպես բաներ էլ է լինում։ Ամուսնացած էր։ Դե այդտեղ էլ չհասա, այդտեղ չեմ հասել, բայց որ հոգին հայերեն է խոսում, ամուսնացած կլինի էլի արդեն առնվազն։ Okay, լավ։ ԵՀԿ Նիկոլ Փաշինյանը այդ վերաժողովին է Եվրասիական, չէ, ԵՀԿ չէ, ԵԱՏՄ ներողություն։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին է մասնակցում Ղրղստանի Հանրապետություն։ Առաջին բանը, որ նկատեցի, փաստորեն դեռ ինքնաթիռը պարոն վարչապետի սարքին չէ, որովհետև Fly Armenia-ով թռավ, իր անձնական ինքնաթիռը չկա։ Դերնիկ։ Այո, լսում եմ։ Անջատում ես, թվում է չեք լսում ինձ։ Okay։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Այստեղ դիտում ենք կադրերը սոցիալական իրեջում վարչապետ անգամ տեսանյութ էր հրապարակել, որ հանդիպումներ է ունենում Չոլպան Ատայում տեղի ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստ, այս մասին հայտնում են բանը, աշխատանքի այցով ժամանել է այնտեղ Ղրղստանի Հանրապետություն վարչապետը եւ իր գործընկերները, այլ մանրամասներ այս պահին ոնց որ թե դեռ հրապարակված չեն
բայց սպասում ենք, կարճ ասած, սպասում ենք որոշ։ Այնքան հետաքրքիր է, որ ուշադրություն դարձնեք, թե Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ոնց է կամած քայլ առ քայլ իրարից հեռանում։ Այնքան հետաքրքիր է, այդ արդեն նկատվում է այս վերջի մի քանի շաբաթը շատ հստակորեն, թե այնտեղից քայլերից, թե մեր քայլերից, եւ խնդրեմ նոր հայտարարություն ունի Ռուսաստանը։ Ռուսաստանի հետ իրական դաշնակցային համագործակցություն ծավալելու Հայաստանի պատրաստակամությունը կասկածի տեղիք է տալիս։ Այսօր հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության, տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։ Ինչ կապ ունի, աբսուրդ է։ Եվ շարունակելով, առայժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը մեր հարաբերությունները որպես միակողմանի երթևեկության ճանապարհ է ընկալում։ Այսինքն մենակ օգտվում ենք մենք։ Մենք իհարկե ակնկալում ենք, որ հայկական կողմը ավելի հավասարակշռված եւ իրատեսական մոտեցում կցուցաբերի։ Երևանում հրաժարվում են Մոսկվայի հետ բացառիկ հարաբերություններից, որոնք իբր խանգարում են այլընտրանքային վեկտորների ընտրությանը։ Դրա փոխարեն երկրի բնակչությանն ու շարքային քաղաքացուն արևմուտքի հետ դաշնակցային համագործակցության մասին բազմաթիվ հռչակագրեր են հրամցնում։ Նման աղմուկոտ ազդարարումներ հնչեցնելուց առաջ լավ կլիներ ծանոթանալ հայ-ռուսական հարաբերությունների իրավական բազայի հետ, տեսեք ուր է տանում խոսքը, Քաջվորսկանի գյուլի պես, որտեղ հստակորեն նշված է, թե ով եւ որքան է պարտք, արդեն պարտքից է խոսում, սա շատ վտանգավոր է արդեն, հա։ Ալեքսեյ Ֆադեևի խոսքով Մոսկվայից դուրս չեն գալիս նաեւ Երևանի եւ Կիևի վարչակազմի ցուցադրական սիրահետումները, բառերի ընտրությունը նայեք, սիրահետում ենք մենք Կիևի հետ։ Եթե Երևանում ցանկանում են հասնել նրան, որ իրենց շահերը հաշվի առնվեն, այդ դեպքում Մոսկվայի մոտ ինչու պետք է նույնատիպ հարցումներ ի հայտ չգան ուղղված հայ գործընկերներին։ Մաստեղ ասում է, ու ինչքան ապարտ, սա զգուշացնում է, որ վաղ միսօր պիտի այս ինչ պայմանագրով դուք մեզ այսքան եք պատ, այսքան պիտի վճարեք, այսքան, լրիվ խեղդելու համար, էլի, տնտեսապես լրիվ խեղդելու համար, սա ծանր քայլ է, ծանր։ Հա, բավոնց։ Իդեպ այս ամբողջ պատմության մեջ Օվերչուկն էլ է մի քանի հայտարարություններ արել եւ ասում է, որ շատ նորմալ է։ Ինչ լպրծուն կերպարա, չէ։ Օվերչուկ կոչվածը։ Բայց ուկրաինացի է, չէ՞ ինքը էթնիկ։ Չգիտեմ։ Ռուսաստանի եւ Մարգոնել հայ է, ինչ։ Հա, հետ, բան չասե։ Առևտրաշրջանառությունը 2026 թվականի նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է եւ այդ միտումը շարունակվելու է, ասում է Օվերչուկը, արդեն նշաններ տալով բնականաբար։ Ուրեմն 2024 թվականի մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը ռեկորդային մակարդակի էր, մոտ 12 միլիարդ։ 2025-ին նվազել է հասնելով 8 միլիարդի։ Հիմա ակնկալում են, որ հասնելու է 6 միլիարդի։ Այսինքն նայ 24 էր 6։ Այս իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի եւ Հայաստանի միջև հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին 3-4 տարվա ընթացքում մենք մեր հայ գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես առևտրաշրջանառության նվազեցման ռիսկերը, բայց մենք մեր գործունեության մեջ ազնիվ ենք եղել, նկատի ունի, որ մերոնք ազնիվ չեն, էլի, այդ է։ Ահա, ուղղակիորեն դա է ակնարկում։ Այ մարդ, դեռ մի բան կարդացի, լավ չեմ զգում ինձ, ուրեմն մի րոպե Ծառուկյանը չի, Ինչը վերնագիր էր, բաստոված։ Հա։ Արի մի հատ զանգ ընդունենք, մինչև դուք գտնեք։ Ահա։ Մինչև դուք գտնեք։ Լավ, հա։ Բարև ձեզ, ողջույն։ Հելո։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք, դուք ինչպե՞ս եք, ով է միացել։ Լավ, իմ անունը Սարայիկ է, ես միշտ լսում եմ Դերենիկ եւ Ռաֆայել, բայց մի պրոբլեմ կա, Դերենիկի ձայնը շատ բարձր է եւ ձեր ձայնը շատ ցածր է լինում։ Ես այս 2-3 օրը մենք այս խնդիրը ունենք, ու ես չգիտեմ ինչից է, բայց Դերենիկի ձայնն է, հա, բարձր ավելի գալիս, քանի Դերենիկի ձայնը շատ բարձր է։ Իսկ հիմա չի լինում միաժամանակ լսել։ Շատ անգամ փորձում եմ, հետաքրքիրն է, որ շատ անգամ փորձում եմ երեկոյան ռեկորդը լսել,
երեկոյան ձեր երկուսի ձայնն էլ հավասար է լինում, հետաքրքիր, բայց մի խնդրեմ էլ կա, որ մեկ կրկնողություն եք դնում, նույն օրվանը չեք դնում, էդ էլ եղել է, նկատում եմ, ես էլ զանգում եմ Լոս Անջելեսից. Եղավ հարգելի Արայք, շնորհակալ եմ զանգի համար, ես մեր ինժեներական խմբին կասեմ մի հատ, տեսնեմ ինչումն է բանը, որովհետև հա, այս մի քանի օր է ես ասում եմ, մենք ձենի խնդիր ունենք, նկատել ենք, աշխատում ենք շտկելու ուղղությամբ։ Մերսի շատ զանգի համար։ Հաճելի։ Ձեզ էլ։ Ուշադիր ռադիոլսներ, հա, դերենիք, այն օրվանից թվում էր, թե փաստորեն լուծված է, բայց չէ, մեր ձայների մեջ որ տարբերություն Բա եթե երեկոյան հավասար ալինում է ոնց է, որովհետև Facebook-ից եմ վերցնում, այդ Facebook-ին է ուրիշ ձև է։ Երեկոյանը Facebook-ից նորմալ է, ուրեմն չէ, տարբեր սիգնալներ է, Facebook-ը ուրիշ ձև է, ցակվում, FM-ը ուրիշ։ Ամեն դեպքում, հա, շնորհակալ ենք, սա տեսնենք Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 6-ին, այսինքն այսօր, ընդունել է Subway միջազգային բրենդի տարածաշրջանային գլխավոր տնօրեն Էֆե Չելիքին եւ հայ ներդնող Լևոն Հայրապետյանին։ Ինչպես հայտնել են նախարարությունից, քննարկվել են Subway միջազգային արագ սննդի ցանցի Հայաստան մուտք գործելու 60-ից ավելի մասնաճյուղերի բացման մասին։ Հնարավորությունները յուրաքանչյուր մասնաճյուղը ներդրումը կկազմի 150-ից մինչև 300,000 ամերիկյան դոլար։ Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ծրագրի իրականացումը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, միջազգային ֆրանչայզների մշակույթի զարգացմանը, տեղական մատակարարների ներգրավմանը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում միջազգային չափանիշների ներդրմանը։ Հիմա ես ձեզ ասեմ Subway-ի միջազգային չափանիշների մասին, որը իմ մաշկի վրա եմ երկար տարիներ զգացել։ Ուրեմն ինձ շատ հարմար է Կոլորադոյի վրա Subway ռեստորան կա, որ ճիշտ ճանապարհի կեսին աշխատանքից դուրս էի գալիս, սենդվիչ ինչ որ պետք է վերցնում, գալիս էի տուն, շատ հարմար էր, մի քանի տարի։ Եվ շատ էի սիրում թունա սենդվիչները իրենց։ Մեկ էլ մի օր ռադիոյով անեմ լսում այդ նորությունները, լսում եք էլ այդ աղջիկը ասում է, գիտեք ասում է, այդ Subway-ի թունա սենդվիչի մեջ ասում է թունա չկա։ Այն մարդ մտածում եմ, ոնց կարող է թունա չլինել, էլի ասենք, կարող է մի քիչ սենց է, մի քիչ նենց է, ասում է, որ ուշադրություն դարձնեք, այնտեղ աստղիկ է դրած։ Եվ իրոք, բարեկամ, ինչ է պարզում։ Այդ իրենք որ թունա սենդվիչ են կոչում, հենց այս Subway-ը, որ ուզում է գա Հայաստան։ Ախր ոչ թե արհեստական, ոչ թե մի քիչ, բացարձակ թունա չկա։ Ուրիշ ինչ-որ բաներից են սարքում։ Ձուկ չկա դրա մեջ, անունը թունա սենդվիչ է, բայց ձուկ բոլորովին չկա։ Այնպես որ ըստ այնմ էլ արդեն մոտեցեք այս ամենը։ Իսկ այդ turkey breast-ի մեջ կա turkey, թե դա չկա։ Չգիտեմ։ Բայց այդ ես որ լսեցի, արդեն այլ ոչ մի բանի չեմ հավատում, ամեն ինչ էլ հնարավոր է։ Կարող է զուգարանի թղթից են սարքում turkey-ն, ես չգիտեմ ինչ են անում, բայց ահավոր էր էլի։ Ոնց, ախր այդ աստիճան ոնց կարելի է, չկա մեջը զուգ։ Ես էլ ինձ հավեսով կերել եմ մի քանի տարի էլի, չգիտեմ։ Ես էլ եմ սիրել ժամանակին Subway, չի ասի թունա սենդվիչը, բայց Subway-ը օգտվել եմ, այսպես ասեմ, մեր տան մոտ էլ կար, բավականին ախորժելի, մանավանդ Italian spice-ին, այն իրանց տոստեին անում, բան շատ համեղ էր, բայց գիտեք ինչ էին նկատում, որ դու ուտում ես ուտելու համար, մի տեսակ կշտանալու բան չկար, ինքը օդ էր կարծես։ Այն ամենամեծ սենդվիչներն էլ պատվիրում էր, ինքը սենց ոչ մի բան ոնց որ։ Հետո սանտիմետրով են ծախում, էլի ֆիթով է, կես ֆիտ։ Եվ սրանց ծախումն է հետաքրքիր։ 1900-ականների սկզբներին այդ Նյու Յորք East Coast-ում մեծ բան սկսեցին սուզանավերի շինարարություն, հսկայական մի քանի սուզանավ մի անգամից, եւ այդ աշխատողներին ուտելիք էր պետք, եւ այդ ցանցը պայմանագիր կապեց նրանց հետ, ու այդ Subway սենդվիչների տեղը արագ բան արեցին, որ այդ մարդկանց կերակրեն։ Հիմա այսօր եկել տեսեք ինչ ա դարձել։ Իդեպ ասենք, որ Subway-ը չգիտես ինչի որոշ անգամ մեր հայրենակիցների եմ ճանաչում նրանց մոտ, որպես ինչ-որ օրգանիկ բան ա դիտարկում, ինչա մի երկու հատ լետուս են դնում, մեջը մի երկու հատ սպանակ։ Թվում է թե օրգանիկ են, գետեր հա հաստատ օրգանիկ հետ կապ չունի։ Լավ, այդ fast food-ներից ո՞րն է, լավ, գովազ չլինի, բայց ո՞րն է, որ քիչ թե շատ
սիրում եք կամ։ Ես այդ հարցում բան եմ, քո անձնական պիտի փորձով արդեն բան անես։ Փորձում ես դուրդ եկավ, չեկավ, բան չես անելու։ Ես հիմա ավելի շատ հայկական տեղերից եմ օգտվում, ասել։ Ճիշտ էլ անում եք։ Այնքան մեծացավ բաների հայկական ցանկացած խանութ, ռեստորան չէ, մտնում ես պատրաստի սալատներ ունեն, ճաշեր ունեն, էս ունեն, այն ունեն։ Եվ արդեն ես հիմա գիտեմ, Փարք Տիրոջը 30 քանի տարի Գլենդելում եմ ապրում, դե որ խանութից որը առնես, որը չառնես որ խանութից։ Եթե մի խանութում մի բանը լավ է, չի նշանակում որ ամեն ինչ լավ է, էլի պետք է զգուշել, որտեղ ձեր առողջությունը ձեր մարմինն է, եւ շատ կարեւոր է ինչ ա ներս գնում, Արի մի հատ զանգ ընդունենք, տեսնենք ձայնի հետ կապված բան կասեն։ Ռադիոլսողները ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, նոր նախ մի քիչ առաջ նոր մեկը զանգ արեց, ձայնի համար էր բան ասում, դրա համար որոշեցի զանգ արեմ, ասեմ, որ մենք ձեզ պարզ լսում ենք, ես իմ մեքենայի մեջից միշտ լսում եմ, թե ձեր ձայնը, թե դերենիկի պարզ գալիս է եւ ոչ բարձր տես փոփոխություններ չեմ նկատում, ուղղակի դա է ուզում։ Շնորհակալ ենք շատ, այսինքն մեծ հաշվով ոնց կար, տենց կա, որևէ արտառոց բան։ Մեքենայով լսում եք FM-ով հարգելիս, ոչ թե բանով, application-ով, FM-ով եք լսում մեզ։ Այո, FM-ով, շատ լավ, շատ շնորհակալ ենք ձեզ։ Մերսի։ Տեսեք ընկերներ, ինչ հաճելի է։ Խնդրում եմ, քանի որ այս տարածության մեջ մենք FM-ը չենք կարա ստուգենք դերենիկը, տանն է ես, ընդհանրապես երկրում չեմ, դրա համար եթե FM-ով, ոչ թե application-ով լսում եք, որովհետև տարբեր սիգնալներ են, տարբեր ալիքներ են։ Եթե FM-ով ամեն ինչ կարգին է հիմա մեքենայի մեջ 1-2 հոգի թող զանգի ասի, ես էլ հանգիստ լինեմ, մեր ինժեներական խմբին ավելորդ այսպես լարվածության մեջ չպահենք, հասկանանք ինչումն է բանը։ Facebook-ը կարող ենք լսենք, օքեյ է, կարծես թե ամեն ինչ նորմալ է, բայց FM-ը ձեր օգնության կարիքը ունենք։ Ահա, fast food-երից լավ։ Այսօր Նենց վատ բան ա եղել Նոբարաշենի, այդ սովետաշենի ասպանություն։ Կարդացի, հա։ Աղբի մեջ խեղդվել է մարդը։ Բացատրենք ռադիոլսողներին, Ժորժ ջան, 29 տարեկան կին աղջիկ, ոնց ինչ դեռ պարզվում է, սա կստուգեմ, աղբանոցում է եղել եւ այդ բրդող մեքենան, բրդիչը կամ էսկավատորը, հայերեն ասած, չգիտես ոնց այդ աղբը բրդել է եւ այդ աղբը ամբողջությամբ թափվել է 29 տարեկան կնոջ աղջկա վրա եւ նա մնացել է այդ աղբի բուրգերի տակ եւ ցավոք սրտի մահացել է։ Հիմա իրավապահներն են աշխատում, հուսամ լրացուցիչ տեղեկատվություն կհայտնվի, մենք կթարմացնենք լրացով, այս նոր է տեղի ունեցել եւ ահավոր է, էլի, որ ասա մարդու վերջը բարի լինի, լրիվ էս աղբի մեջ մեռնի, լավ։ Դա Ես այստեղ հայտնվեց։ Երեք մենք ասեցին։ Դուք կարաք ասեք, ես ծանոթանամ, հա, դուք ներկայացրեք, ես մի հատ ծանոթանամ, ես նոր հայտնվեցա։ Երեք ասեցինք, որ պարոն Փաշինյանը նոր ծրագիր է մշակել, որ դրսից մասնագետներ բերի, որպեսզի կառավարության աշխատանքին մասնակցեն։ Եվ ահա խնդրեմ, օգոստոսի 6-ին այսօր Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել Տաթև Ասլանյանը։ Նա բարձրագույն կրթություն է ստացել Նիդերլանդներում։ Այս նշանակումը ըստ էության աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին Հայաստանի կառավարության կադրային բանկում ընդգրկելու եւ բարձր պաշտոն նշանակելու վերաբերյալ Փաշինյանի կոչի գործնական արդյունքն է։ Ուրեմն ծնվել է 1995 թվականին, կրթությունը շատ արագ անցնել, որտեղ կարևոր է 18-19 թվականին Էրասմուսի Ռոտերդամի համալսարան Նիդերլանդներ էկոնոմիկա եւ կառավարման գիտություն բարձրագույն մաթեմատիկա եւ ստատիստիկա մագիստրոսի աստիճան։ Տիլբուրգի համալսարանում էկոնոմիկա եւ գործառույթների հետազոտություն, աշխատանքային գործունեություն, 25-ից 26 թվականներին Սելենեքս համահիմնադիր գլխավոր գործադիր տնօրեն եւ արհեստական բանականության գլխավոր ճարտարապետ։ Սելենեքս արհեստական բանականության վրա հիմնված առողջապահական ընկերություն է Զվարաններից քաղցկեղի վաղ ախտորոշման անդամներ եւ այլն։ Հիմա գլխավոր գործադիր տնօրեն շատ երկար է։ Ջահելա Բասկեսյանությունը համագործակցել է Fortune 500 ընկերությունների հետ։ Գրքերա գրել արդեն, գրքերա քանի հատ հրատարակել արդեն, հա։ Նաև աշխատել է արհեստական բանականության այդ բժշկական մի հիմնարկի հետ, որը
ուրեմն քաղցկեղի բուժման եւ բացահայտման ուղղությամբ ակտիվ բաներ են իրականացնում, այնպես որ շատ լուրջ կենսագրության եւ հմտությունների դեր անձնավորում։ Ավելի քան 10 հրապարակված ձեռնարկերի եւ գրքերի հեղինակ է արհեստական բանականության, մեքենայական ուսուցման եւ տնօրինագիտության ոլորտներում։ Եվ լեզուները հայերեն, անգլերեն, հոլանդերեն, ռուսերեն։ Ամուսնացած չէ, վերջում գրած անպայման։ Տղաներ, տեսեք, հա, ասես հարց չեն փախցնի։ Տարեք ու պահեք։ Որտեղ էր ծնվել։ Մի րոպե, հետարքիր է։ Կոտայքի մարզ, Նոր Հաճն։ Հա, Կոտայքի մարզ, Նոր Հաճն, հա, խնդրեմ։ Եվս մեկ զանգ ընդունենք, ընթանանք առաջ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հույսով եմ լսում եք ինձ։ Լսում ենք ձեզ։ Լսվում է ձայնը։ Այո։ Դուք լսում եք։ Okay, ուրեմն ես զանգում եմ Adamson Grandis, Los Angeles-ի downtown կենտրոնից։ Համաձայն եմ այն ռադիո լսողի հետ, որ ձեր ձայնը նորմալ է գալիս, դերենիկինը բարձրանում է եւ շատ հաճախակի, երբ որ ռեկլամն է միանում, մի անգամից այնքան բարձր է միանում, եւ եթե հիշեք 7-8 ամիս առաջ ես տարիների ձեր լսողն եմ, մի 7-8 ամիս առաջ մի հատ տղա զանգեց, ասես երեխաներին դպրոց եմ տանում, մի անգամից ձայնը բարձրանում է, փոխանում եմ, փորձում եմ ղեկավարել, չի լինում։ Այո, դա շատ ճիշտ է, ես ուղղակի չեմ ուզել ձեզ ասեմ, որովհետև չեմ խանգարել ձեզ, բայց այդ խնդիրը կա եւ ճիշտ է, մեկ էլ վարելուց ընդ մի անգամից ձայնա գալիս սրտած ճակ ես անում, ասում ես մեքենայից խփեցի, այդտենց բաներ լինում է շատ, հասկանում եմ ռադիոյի ամեն ինչ կարող լինի, բայց այո, համաձայն եմ այսօրվա այդ տղամարդու հետ, որ ասում է ձեր ձայնը այդպես է, այո, այդպես է։ Հասկացա։ Բարի, շնորհակալ եմ։ Եվ մի բան էլ ավելացնեմ, եւ երբ որ զանգում եմ երաժշտության համար, հաղթողի կամ ինչ որ մի բան ասելու համար, Ռաֆայել ջան, քո ձայնը այնքան ցածր է լինում, որ չեմ էլ կարողանում լսեմ, լսում եմ քեզ թե չէ, պետք է հեռախոսս միացնեմ ականջիս ուղիղ, որ կարողանամ ձեր հարցերին պատասխանել։ Հեռախոսով էլ ձեր ձայնը շատ ցածր է լինում, դրա համար շատ հաճախակի երբ որ մեկը զանգում է, դուք իրան ասում եք այլո, չի լսվում, Ռաֆայել ջան, ոչ թե ինքը հեռախոսով լինում, ձեր ձայնը ցածր է, եթե մի քիչ տարիքով են լինում, շատ դժվար է լսել։ Հասկացա։ Մենք ենք շնորհակալ, ձեզ էլ հարգելի, ձեզ էլ։ Հա, ասեմ ինչից ենք ենթադրում կլինի, մանավանդ որ մի մոտ 1 տարի առաջ այս խնդիրը էլի կար լուծեցինք, այս update-ների հետ է կապված։ Հենց sound-ը ամբողջական update է լինում համակարգիչները, որովհետև 4 հատ համակարգիչ հիմա իմ մոտ է, մի հատ համակարգիչ Տերենիկի մոտ է, 3 հատ համակարգիչ գլխավոր ստուդիայում է։ 1-2-ը update լինելուն պես ամենը խառնվում է իրար։ Անպայման շաբաթ-կիրակի առջևում մի հատ ինչպես ասեմ պրոֆիլակտիկա կանենք։ Շնորհակալ ենք մեր բոլոր ռադիոլսողներին ըմբռնման համար։ Էս էլ բարձր տեխնոլոգիաները։ Հա։ Վերնագիր կարդացի ուրախացա, բայց սիրեր ափսոս իմ ուրախությունը։ Ուրեմն վերնագիրը 3 նախարարություններ նոր անուններ կունենան։ Նախագիծը խորհրդարան կներկայացվի։ Ինձ թվում էր, որ պիտի կարճացնեն այդ երկար որ կա սպորտի է սրա նրա, պարզվում է, որ ոչ սիրելիներ։ Կառավարության ազգային ժողովը կներկայացնի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որը առաջարկվում է փոխել 3 նախարարությունների անունները։ Ըստ նախագծի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կվերանվանվի աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։ Դա հարցերը լուծվեց արդեն, բարեկեցացանք։ Արտաքին գործերի նախարարությունը արտաքին գործերի քիչ էր էլ են ավելացնում եւ միջազգային առևտրի նախարարություն։ Չկապ ունի։ Մի քանի 3 նախարարությունը, հա։ Դե մեր արտաքին գործերը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն։ Նախագծով նաեւ համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նախարարությունների լիազորությունների նկարագրություններում։ Մասնավորապես արտգործ նախարարության գործունեություն ավելացնում են գործունեությունում արտաքին առևտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության, տեսեք, հա, այս արդեն առևտրի խնդիրներ է բարձրանում եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման աջակցելու դրույթները։
Հիմա հետարքիր է, ուրեմն առանձին բաժին բացեն, ես ենթադրում եմ արտգործնախարարությունը, որ զբաղվի սրանով։ Նոտես արտաքին առևտրի խթանման, սա կարևոր է շատ, այսինքն որ մեր ապրանքը կարողանան ծախել արտասահման։ Դա ամենօրյա աշխատանք է, այնպես չի որ մի պայմանագիր ունես վերջ գնա, չէ, ամեն օր դի աշխատես, n դե տեսնենք, հա։ Գագիկ Ծառուկյանի գործով նոր բաներ են ի հայտ գալիս, հարգելիներս, բացահայտվել է Ծառուկյանի եւ Արոստամյանի կողմից շորթման եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դեպքեր։ Հսկայական է հոդվածը, հիմա մի քանի բարբերություն է, մի քանի դրվագ փորձեմ ներկայացնել։ Ուրեմն գործունեությունը ծավալելու նպատակով ընկերությունը դեռ 2009 թվականին պետական գրանցում է ստացել, որտեղ 50% բաժնեմասով բաժնետերեր են գրանցվել Ծառուկյանը եւ ԹԳ-ն։ Իսկ ընկերության գլխավոր տնօրենը եղել է ՍԱ-ն, ենթադրում եմ Արուստամյանը, որի մասին խոսում են։ 2009 թվականի դեկտեմբերից մինչև 10 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում նա է ուղարկել ջրերի գործարանի գործարկման համար անհրաժեշտ 19 սարքավորում, իսկ փաթեթավորման սարքավորումները սահմանված ժամկետում հնարավոր չի եղել առաքել մատակարար ընկերության անգործության պատճառով։ Այնուհետև այս մեր հարգարժան պարոնայք նպատակ ունենալով թաքցնել է խեղաթյուրել ոսկյա զարդերի եւ ընկերության 50% բաժնեմասի հանցավոր ծագումը, դրա գործունեությունը կապել են իրենց հետ փոխկապակցված ընկերության տնօրենների շրջանառություններին, իսկ ոսկյա զարդերը իրենց այլ օրինական եկամուտներին են կցել։ Այսպիսով, օրինական գործարքի միջոցով փաստացի թաքցվել է, խեղաթյուրվել է ընկերության նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումը իրականացնող բնույթը, շորթմամբ ձեռք բերվելու հանգամանքը, այլ կերպ կատարվել է առանձնապես խոշոր չափերով գործարք եւ պետությանը շորթում է փաստորեն պետությունը շորթում է դա դիտարկում 2.5 միլիոն դոլարի չափով։ Հետարքիր է նա ինչ է ասում, օգոստոսի 17-ին Սեդրակ Արուստամյանը Գագիկ Ծառուկյանի խմբի կազմում Women ԹԳ-ին պատկանող բաժնեմասը շորթման եղանակով հափշտակելու դիտավորությամբ Արինջ գյուղում գտնվող առանձնատան այգում այս պարոնի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով պահանջել է ստորագրել փաստաթղթեր, որպեսզի այդ գործունեությունը անցնի իրանց, ինչի ազդեցության ներքո ԹԳ-ն նույն օրը նոտարի մոտ ստորագրել է պարտավորություն եւ տվել է համապատասխան լիազորագիրը, որոնց հիման վրա արդեն 11 թվականին ՀԳ-ն եւ ՍԱ-ն կնքել են Բաժնետ Տոմսի արք ու վաճառքի պայմանագիր, որով փոխանցվել է ընկերությունը 50% բաժնեմասը այս պարոններին, այսպիսով շորթում է տեղի ունեցել 2.5 միլիոն դոլարի չափով։ Բիզնեսը խլել են, էլի կեսի չափով փաստորեն ստացվել։ Հա, այգիում չես ասնի ախպեր կա բան այգիում հա կանչել են ասել արի հա տես մի բան այ քեզ պատմություն բայց բարերար են եկեղեցի են սարքում դե բա հենց էտա տեսնենք հեռուստատեսության եւ ռադիոյի այսինքն հետարքիր էր շատ այն մարդ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող կենտրոն հեռուստաընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել։ Այն տուգանվել է 100,000 դրամով։ Ըստ վարույթի ինչու են տուգանել։ Հեռուստատեսության լրատվական թողարկումներում հունիսի 6-ից 8 ընկած ժամանակահատվածում Ծառուկյանի վերաբերյալ տեղեկատվությունը գերազանցել է սահմանված չափը 25%-ը։ Ինչ կներեք ինչ բանը հնչում զավեշտական։ Հեռուստատեսության ներկայացուցիչ Աբրամյանի խոսքով իրենք ինչպես մյուս լրատվամիջոցները անդրադարձել են այդ օրերի իրադարձություններին Ծառուկյանի առանձնատան խուզարկությանը, նրա ձերբակալմանը, կենթանաբանական այգի տեղափոխված նրա կենթանիներին, տարբեր ընկերությունների փակման թեմաներին եւ դա ասոցացրել են Ծառուկյանի հետ սխալ է։ Նույնն է թե ասել ինչու եք մեկ օրվա մեջ լուսաբանում տարբեր նախարարությունների աշխատանք, քանի որ նույն տրամաբանությամբ լուսաբանել ենք հենց վարչապետ Փաշինյանին ասած դեռ ծանուցում պիտի լինի որպես տեղ մեդիայի ամեն դեպքում տնօրեն եթե դու մեկին ես նվիրում քո լրատվական թողարկումը դեռ սայն պիտի լինի սկզբից որ տեղեկացնում ես տես մի բան հա ոնց է ծխելու այս տեսանյութը լոսում չկա, ստեղ կա պարտադիր օրենք, եթե կինոյի մեջ ծխելու տեսարան եղավ,
այսինքն եթերային բաժինը պետք է տեղեկացված լինի, պետք է գրի։ Պետք է զգուշացվի։ Ֆիլմի սկզբում որ այստեղ կամ ալկոհոլի տեսարան եղավ, պետք է լինի, դրա համար մենք ունենք հատուկ աշխատող, որ նայում է այդ ամբողջ մատերիալը ինչա լինում։ Հիմա նույնն է, եթե դու լուրերը նվիրում ես Պողոս Պողոսյանին ամբողջապես, այդ օրենքի խախտում է։ Պետք է 25% չպետք է գերազանցի։ Եթե գերազանցում է, դա paid program-ի պես պետք է լինի, էլի կարճ ասած, որ փողը տվել է, ինչի մասին ուզում ես խոսա։ Բայց ո՞նց ես հաշվում այդ 25%-ը, ես չեմ հասկանում, ժամանակով ասենք իշխան։ Եթերաժամանակի լրատվական թողարկումը տևում է, ասենք, չգիտեմ, իրանց մոտ իշխանա 30 րոպե, այդ 30 րոպեի քանի տոկոսն է։ Չգիտեմ, դուրս չի գալիս այս օրենքը, չգիտեմ, չեմ այդ մանրամասները չգիտեմ էլի որ բան անեմ, առարկեմ, բայց ասենք Հայաստանի պարագայում, նայ, երկիր մեդիա ալիքը դաշնակներին, կենտրոնը Ծառուկյանին, այն մեդիան ամբողջությամբ այդ Սերժի Փեսայինը, Մյուսինը, ով կա այնտեղ, Կարեն Կարապետյանի մեդիան, էլի իշխանության եւ ոչ։ Հիմա դու պատկերացնում ես, եթե այդ օրենքը չլիներ, այսինքն բոլոր ալիքները կխոսեին մենակ իրանց սեփական անտերերի եւ շեֆերի մասին, այսինքն մեր մեդիան կդառնա։ Մի րոպե, շարունակեմ միտքը։ Հա, օքեյ։ Հա, ես այդ մտավախությունը հասկանում եմ, բայց դա մյուս կողմից էլ իր լավ կողմ ունի, ոչ մեկը չի նայ այդ ալիքը, եթե 24 ժամ խոսելու են, ասենք, բանի մասին, Ծառուկյանի մասին։ Ոչ ոք չի նային, մի տեսակ, ինձ թվում է, այստեղ խոսքի ազատության բան կա, էլի, խնդրեմ կա, որտեվ այ քեզ բան, ես իմ ժամն է, ասում եմ, ընտանեկան բիզնեսն է իրան։ Ես հիմա Ծառուկյանի աչքի լույսը չի, հարցը այդ չի, բայց օրենքը, եթե ընտանեկան բան է, կարող ես իմ երեխու ծնունդն եմ անում ամբողջ օրը այդ իմ բայց եթե հեռուստատեսությունը կանոնների պետք է ենթարկվի, հիմա ալիքարների ծնունդը ցույց տա, օրինակի թեկուզ, եթե օրինակի համար եք ասում, բայց այդ ալիքը պետական ալիք է, այդ պետք է կանոնների ենթարկվի, իր անձնական բանը չի։ Պետական, բայց լիցենզիան ալիքը պետական է։ Այդ իրանց ալիքի ինկերությունն է իրանց, բայց Ծառուկյանի ընտանիքին պատկանող ասում։ Այո, բայց ամեն դեպքում սփռում է ալիքը, վիշկեն, մյուսը, այդ սա պետության լիցենզիայով է հեռարձակում, չէ՞, այդ ալիքը իր սեփական բանը չի։ Կարա ալիքը իրանն է, բայց ոնց են ասում, վճարում է, չէ՞, դրա համար իհարկե, հա, այսինքն ով ինչ ուզի, ամեն մի ալիք չի սարքելու իր անտենաներն ու բաները տեխնիկական։ Կսարքեն, այդ օրենքը չլինի, կսարքեն, առանց այդ էլ պատկանում է ակնհայտ նայում ես, գիտես ով ումն է, մի քիչ օրենքը շատ է կաղում, շատ բաց թողումներ կա, բայց եթե էս էլ չլինի այդ վերահսկողությունը, մեր մոտ լրիվ արդեն կգրեն, չգիտեմ, Ես այստեղ գիտեմ Միացյալ Նահանգներում բանը կա, որ commercial-ը գովազդը պետք է այսքան ժամ հաղորդման մեջ այսքանից ավել չլինի, հա, որտեվ դառնում է բան, հա։ Լավ, գովազդ ասեցի, հիշեցինք, հա։ Գովազդի պահը եկավ, հարգելի բարեկամներ, այո, ձեզ շնորհակալություն, բոլորին շնորհակալություն, մեր գործընկերներին շնորհակալություն, մի հատված լսում ենք գործընկերներից, վերադառնանք շարունակենք քննարկումը, հուսամ հեռու չեք գնա։ Գովազդ Սևան Meat Market եւ Սևան Meat and Fish Market։ Մեր հայրենակիցները վաղուց գիտեն, որ մսամթերք ու ծովամթերք գներից պետք է վստահել միայն մեկ անվան։ Ավելի քան 25 տարի ազնիվ եւ արդար աշխատանքով մենք վաստակել ենք ձեր սերն ու վստահությունը։ Այցելեք մեր երկու հասցեները Գլենդել քաղաքում, 1315 East Colorado Street եւ 1037 East Broadway։ Սևան Meat Market եւ Սևան Meat and Fish Market։ Իբերիկու եւ կարաբուտա խոզի տեսականի, վագյու մսամթերք, կտրատված մսի քյաբաբ, ընտիր քյուֆթա եւ ոչ միայն։ Տեսականին մեծ է, առանց հորմոնների եւ հակաբիոտիկների։ Սևան Meat Market եւ Սևան Meat and Fish Market։ Ձեր վստահությունը մեր այցեքարտն է։ Հուսիկ, այսօր քո փիսիկը զբաղված էր, ուտելու բան չի պատրաստել։ Աչքս լույս, բա ինչ ենք ուտելու։ Ոչինչ, Vivaldi Catering կպատվիրենք 6 appetizer-ով հավի ու տավարի անուշահամ քյաբաբ, հավի ու խոզի ախորժելի խորոված։ Քանի որ կան նոր ընտանեկան փաթեթ 5 հոգու համար, ընդամենը $150։ Փիսիկը հուսիկը գոհա։ Ինձանից։ Չէ, Vivaldi Catering-ից։ 707 771 77 71 Vivaldi Catering խնայիր եւ վայրիր Վաղուց Ձերոնք օրեգաննձի ուզելու մերը դսա որ դու մաքուր ֆրանսերեն կխոսաս Buongiorno signorita Իրի երկրները խառնեցիր ու մենք կդորում հաց տվե որ Ամերիկայի տեղնձի Աղվանստան չես տարել Աղջել խելարար Հա գնացել էի Smart Blinds-ի իտալական դիզայնով ֆրանսիական նրբագեղությամբ վարակույրների կոլեկշնը տեսա ու խելարա Էլի Smart Blinds-ն էլ խելարը Ինչի Եթե կնորոգես կամ նոր կկառուցես դու
ընկերությունդ մասնագետները կերտան անվճար խորհուրդներ կուտան վարակույրների էլեկտրական սնուցման ու վալանսների չափերի տեղադրման նրբության հարցում։ Սա գաղտնիքները կսեն։ Մի գաղտնիքն է ես ասեմ։ Ասա։ Կնոջ իրական դեմքը տան վարակույրներն են։ Հատիկ պատմական փաստ է։ Շեշելաֆոն 818-288-8136 S'il vous plaît, répétition. Buongiorno signorita. Եդիկ չէ համարը։ 818-281-8136 Merci beaucoup. C'est la vie. Ահա, այս ավտոն թանկու կրակ լիս եմ արել, լավնա, ուր աստե ավտո, միակ գլխացավանք, ամբողջ օրը դիլերշիպն են, պրոբլեմ, չէ, այս սենց չի կարա լինի։ Այս իրավիճակում ձեր իրավունքները կպաշտպանի Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակը։ Եթե ունեք մեքենա 2020 թվականի կամ ավելի նոր եւ հոգնել եք խնդիրներով դիլերշիպ այցելուց, ուրեմն դիմեք մեզ։ Վայ մա ինչ անեմ։ Ինչ անեք, պարզապես զանգահարեք մեզ հենց հիմա 818-319-3194 Lemon Law Boulevard։ Մենք կփորձենք ստանալ ամբողջական փոխհատուցում, full refund, անգամ down payment-ը ետ կբերենք։ Իդեպ, դուք սպասարկման համար ոչ մի գումար չեք վճարելու։ Ես քո ցավն էլ տանեմ։ Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակ 818-319-3194 Level Restaurant and Lounge Glendale-ում հարմարավետ ու ընդարձակ բաց տարածքով այստեղ ծխելը չի արգելվում։ Առաջարկվում է նաև հուկայի տեսականի, ընդ որում 12-ից 6-ը Happy Hour 20% զեղչ ցանկացած պատվերի համար։ Նաև բիլիարդ ամեն օր կեսգիշերից մինչև ուշ գիշեր։ Մենյուն ինչպես հայկական հարուստ տեսականի, այնպես էլ ամերիկյան բուրգերներ, պիցցա եւ ընտրության մեծ հնարավորություն։ Ներառյալ խմիչք նաև ալկոհոլային։ Level Restaurant and Lounge Glendale-ում։ Ուշադրություն, ուզում եք, որ ձեր տոնը իսկապես հիշարժան անցնի, ուրեմն ընտրեք Shadowland շքեղ առանձնատունը Shadow Hills-ում։ Ծնունդ, գնունք, հարսանիք, baby shower, ցանկացած տոնական միջոցառում մինչև 100 հյուրի համար, գեղեցիկ, հարմարավետ եւ տպավորիչ միջավայրում։ Ձեր տրամադրության տակ են 3 տնջարան, 2 սանհանգույց, ամբողջությամբ կահավորված խոհանոց եւ իհարկե խաղահրապարակ։ Ամբողջ օրվա վարձակալությունը ընդամենը $3000, իսկ մեր հավատարիմ ռադիոլսողների համար զեղչ $400 չափով շտապեք ամրագրել ձեր օրը։ Զանգահարեք 818-643-1884 կամ գրեք Instagram-յան մեր էջին շնիկ Shadowland Rental։ Shadowland, այն վայրը, որտեղ ձեր տոնը դառնում է իրապես անմոռաց։ Grigorian's Firm։ Մենք տարիներ շարունակ օգնում ենք հարյուրավոր մարդկանց լուծելու Միացյալ Նահանգներում իրենց կարևոր իրավական եւ սոցիալական հարցերը։ Միացյալ Նահանգների քաղաքացիություն քննությամբ կամ առանց քննության, հիվանդության եւ տարիքային թոշակների ձևակերպում, խնամակալության հարցեր, Medicare, medical ծրագրեր, նույնիսկ եթե դուք դեռ Միացյալ Նահանգներում կարգավիճակ չունեք։ Ամենակարևորը, դուք վճարում եք մեզ միայն գործի հաջող հաստատումից հետո։ Վստահեք տարիների համբավ վայելող Ժաննա Գրիգորյանին։ Grigorian's Firm։ Զանգահարեք խորհրդատվության համար 818-287-1369 FM 107 եւ 5 HD 3 Եկանք հարգելի բարեկամներ, բարի լույս, բարի երեկո, ողջույն բոլորին, ովքեր միացել են մեզ, շարունակում ենք մեր ուղիղ եթերը։ Ուզում եմ մի փոքր խոսել Իրան Միացյալ Նահանգներ պատերազմի մասին, չնայած պատերազմ չեն անվանում դա, որտեղ պատերազմի համար սենատի թույլատվությունն է պետք, առանց դրա, ինչևէ, տեսեք ինչ է ասում բանը փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Իրանցիների հետ գործ ունենալը դժվար է, այդտում են փոխնախագահ Ջեյդի Վենսը, հենց իրանցի պաշտոնյաների ծայրահեղ դժվար մարդիկ լինելու հանգամանքով բացատրելով Թեհրանի հետ բանակցությունների ձգձգումը։ Հիմա տեսեք, պարոն Վենս, 6-րդ ամիսնա որ դուք պատերազմի մեջ եք, նոր իմացաք, որ իրանցիների հետ գործ ունենալը դժվար է, որ իրանց մեջ ծայրահեղականներ կան, բա ձեր ինստիտուտները, բա ձեր մարդու հոգեբանությունը առարքը լուսաբանող այդ ամենաթանկ համալսարաններն ու բաներն ունեք, ինստիտուտները, որ հատուկ ձեզ ինֆորմացիա են տրամադրում, որ դուք իմանաք ում հետ եք մտել պատերազմի մեջ։ Չեն նա այս ինքան հստակ երևում է, որ ինչ մեր տեխնիկը մենք հենց բաներ ունենք, որ շարմարտ երկու օրում կխեղդենք դրանց։ Հետո ինչ է ասում։
Դրա համար այսօր ենք։ Իրանը շատ մասնատված կառավարման համակարգ ունի։ Այդ էլ պիտի իմանայիք նախորոք։ Այնտեղ կան մարդիկ, որոնք ցանկանում են ավարտել պատերազմը։ Նույն համակարգի ներսում, սակայն կան մարդիկ, որոնց կարելի է խելահեղ արմատականներ անվանել։ Պատերազմի շարունակությունը հենց դրան ցանկությունն է, ասել է փոխնախագահը։ Բայց դուք չգիտեիք մինչև հիմա այս ամեն ինչը։ Ահերեկան հստակ է։ Փորձեցինք, տեսնենք ոնց կստացվի, ինչ արձագանք կլինի։ Ոնց այդ բանով էլի trial and error որ ասում են, փորձենք սխալվենք, նորից սխալվենք, եւ հիմա ճիշտ ճահիճի պես երկու ոտքով Միացյալ Նահանգները խրվել այս պատերազմի մեջ եւ չգիտեմ ոնց դուրս գա ամենակարևորը։ Ելքը չի երևում։ Ուկրաինական սցենարը հիշացնում ես, չգիտես ինչի է դա ինչը։ Ուկրաինայում ավելի ամեն ինչ հստակ է, Ուկրաինայում ով ինչ է ուզում եւ ով ինչ ուզում։ Թրամփը հստակ էր ասում, որ սիստեմը կփոխվի, ռեժիմը կտապալվի, այս կանենք։ Սկզբից այդպես էին ասում։ Այո, ռեժիմ ենք փոխելու այնտեղ, հետո էլ չեն ասում, որտեվ տեսան, որ չէ, ախր մինչև այդ եթե հիշում եք մինչև այս Ամերիկայի հարձակումը այնտեղ եղան ուրեմն ուսանողները եւ ժողովուրդը ոտքի էր կանգնել կառավարության դեմ եւ այստեղից ասեցին որ դուք բանարեք մենք գալիս ենք մենք ձեզ կօգնենք բայց ոչ ոք չեկավ իրենց օգնելու դրանց բռնեցին մի մասին կախեցին մի մասին բան դրեցին եւ մերած կառավարությունը ինչ ասում էս չէր ձեր Ամերիկան այդ էիք ուզում տեսակ որ խափեն եւ էլի են խափելու եւ մարդիկ այդ վիճակում են հիմա հավատը կորցրել են արդեն Հավատը չեն կորցրել Տավուշի մարզում դերենիք Տավուշի մարզում հավատը գոնե որոշ շրջաներում բան է իհարկե ես վերջերս այդ հին պատմությունը էլի ջրի երես դուրս եկավ ես այս վիդեոն էի անգամ ուղարկել տեսանյութը որ Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովանես եկեղեցում խորհրդավոր ընթրիքի սրբապատկերի մեջ նախկին մարզպետին են նկարել, հասկանում ես, իդեպ նաև ֆինանսավորը եկեղեցու կառուցումը, իդեպ հետաքրքիր զուգադիպությամբ նայել է Հովանես, եկեղեցին էլ է Սուրբ Հովանես։ Պատահականություն շատ Հովիկ Աբրահամյանի մասն է խոսքը, Հովիկ Աբրահամյանն է ֆինանսավորել եւ չգիտես ոնց այդ խորհրդավոր ընթրիքը լեգենդար Լեոնարդո դա Վինչի վրստին պատկավ դրա տխուր կոպին են արել նկարիչը, որը մայր եկեղեցու նկարիչն է, դա անպայման ասենք, եւ այդ առաքյալների կողքը սրբի այդ բանով, նաեւ Հովիկ Աբովյանին է նկարել։ Իհարկե ես մի բան կարող եմ ասել, լավա Հիսուսի տեղը չի նկարել, էլի լավա, էլի դա ինչ որ տենց առաքյալի բանով նկարել, կարող է նաև Հիսուսով անել։ Երբ որ էս տարածվեց իհարկե շատ մեծ դժգոհություն, ալիք բարձրացավ SSS արդարության համար ասենք, որ Հովիկ Աբովյանը երբ որ դա տեսավ, շատ վրթովվեցավ, ցավ վրթովվեցավ եւ կարկադրեց փոխել։ Այդ անպայման ասենք, որ չէր սպասում փոխել։ Որտեվ Հիսուսի տեղը չեմ չի ուզել 12 հատ առաքյալ կա էլի մեկի կդնեն էլի 3 4 5 6 7 8 9 10 11 1 2 3 4 5 6 7 8 9 10 չէ դերենք 12 հատ 5 12 ես ինչքան գիտեմ 12 ես հաշվեցի հա բայց ինքն էլ հետնա 12 մեկին չեն դրել կարողա ջնջել են մեկին բանի դեմքով ա եղել եթե ինչ Ծառուկյանի չգիտեմ այ բայց Ծառուկյանի կսազեր չէ այդ սրբի բանով բան տենց դեմքը կերած խմած ամեն ինչ ուզում են ինչ ուզում են կոկորտիլոսներով ես իմ ասենց ցույց եմ տալի այսենց մեր հրաշք ռադիոլսողները ովքեր չեն տեսել ինչի մասին է խոսքը ովքեր Facebook-ով են դիտում այսենց ցույց տամ դու տեսնեն էսա մեր բայց ինչքան պիտի անբարոյական լինես որ նման բան անես չէ իսկապես անբարոյական էլի էլ բան չէր մնացել հա դե դու պատկերացրա այդ մարդիկ որ մեծ պաշտոններ ունենան բաներ անեն ինչ են անելու Թրամփի նման Թրամփն էլ այրան չէ Հիսուսի տեսքով մեկ Թրամփը էլ հա այտենց կնիկ ունի ինչ ուզում է անի բայց Կեսկատակես լուրջ բայց Վահրամ Սահակյանը Արամայ Սահակյանի որդին որ հիմա ահա որ հակաիշխանական ինչ ասես ասում բան որ իրան ոչ սազում է դա ոչ բան չեմ հանդիպում առաջ Facebook-ի մեջ ընկերներ էին Հա, հիմա դե իրան կալանավորեցին, չէ՞, մի քանի ժամանակ առաջ մի երկու օր մնաց բանում, հիմա փոխվեց լրիվ, էջը ջնջեց, YouTube-ը փակեց, այդ հայրենի խառն բաները մաքրեց, մտնում էր եթեր են դոգից
ավելի վատ ձևով հայհոյանքներ էր տալի։ Ես նայում եի, ասում եմ, արա, այս մարդը խաթաբալադայա գրել, այս մարդը ժանգոտ բանալիա գրել, այս մարդը մեակուլպայա գրել, վերջը վարձու ինքնասպաններն ա գրել, ես ժամանակին կարդում էի իր գրականին, դուրս գալիս էր ժամանակակից բան կար։ Այս մարդը սենց բաներ կարա ասի, հետո երևի կանչեցին, ասին, խելքի գլուխը թավակի ինգեր ջան, ջնջեց, բան արեց, հան ամբողջությամբ մաքրվել է, բայց այդ որ տենց հակաիշխանական բան իր ովքեր նայել են մեակուլպան սկսվում է հենց այս տեսարանով, որը գրվել է այս դեպքերից մի 10-15 տարի առաջ, գուցեև 20, այդտեղ այդ ձևով է Սուրբ Սերոժը գալիս է, փողը սենց նետում է սոված ծարավ ճարտարապետի եւ ինժեների վրա, ասում է Սուրբ Սերոժ եկեղեցի կսարքես, այս խաչի վրա է հորս կքանդակես, կոմեդիա։ Բայց նույն բովանդակությունը, որը իրական է հիմա, ինչի է ինքը տենց հակապետական, հակաիշխանական դարձել, ինքն է գրել, ինչի է զարմանում, իրանց Սերժի օրոք չի, դեպքը տեղի ունեցել, ասենք 2014 թվականին։ Հիմա է դուրս եկել ջրի երես, սա հին պատմություն է, բարեկամներ։ Այն մարդիկ են, որ սկզբունք չունեն, ավելի շուտ մի սկզբունք ունեն, որ նա իրան ձեռ տալիս այս պահին, ոչ թե ուրիշ սկզբունք չունեն կյանքի նայելու եւ այլն, բարոյականության կամ բան, չկա տենց բան։ Այս պահին պետք է դա արվում, հա, իհարկե զազրելի բան է այդ։ Մանավանդ ասածից նման, որտեվ այդ ինտելեկտ ունեցող մարդը տեղ է զարմանում էլ, ինչ որ տենց անկապ մեկ լինի, ասես, հա, ոչ եւ գաղափարախոսական տենց դավաճանություն էլի, չգիտեմ ոնց անվանեմ այդ։ Եվ ուղղակի բանի համար, հեսա այսել ասենք ավարտենք, եթե ես չեմ սխալում, Սերժ Սարգսյանը իրան տուն էր տվել։ Ինքը շատ վատ վիճակի մեջ էր, այո, այդ որ վատ էր հիշում եմ։ Շատ այդտեղից գիտեմ որ բան, գուցե եւ այդպես նա փորձում է իր հոգու պարտքը տալ գուցե, ով գիտի։ Լումաններ դնել, հա։ Տենց մի բան, հա, տենց մի բան, բայց ընկերներ, հա, տարբեր հայացքներ ունեցեք, բայց հակապետական մի եղեք։ Մի սիրեք իշխանությանը։ Ձեր իրավ, ընդհանրապես ասում են ոչ մի իշխանության սիրել օրինական ձևով պետք չի, հա, բայց հակապետական մի եղեք։ Ներվի այսքանը։ Այո, սիրելիներ, դերենքին ասենք ցտեսություն, վաղը արդեն երկու շաբթի կհանդիպենք, լավ եղեք։ Ընտիր շաբաթվա վերջին մաղթում բոլորին։ Մենք էլ շաբաթ կիրակի պրոֆիլակտիկայի կանգնացնենք որոշ ալիքներ, որոշ համակարգիչներ։ Այսօր 5 շաբթի է բարեկամներ, դա նշանակում է, որ AM/PM երաժշտական վիկտորինան եւս կլինի եթերում։ Շնորհակալ եմ բոլորին ուշադրության համար, շնորհակալ եմ այստեղ մեկնաբանություններն եմ ընթերցում, շատերը գրում են ուղղակի ծիծաղելի է։ Գիտես, սա ողբերգություն է, թե որքան բարոյական անգում կա, թե որքան ասում մարդու հոգին էլի պիտի լիքը լինի, ուզում ես մարզպետ եղի, ուզում ես նախագահ եղի, ուզում ես վարչապետ եղի, ով ուզում ես եղի, օլիգարխ եղի, սարերի վրա ապրի, աշխարհի գազաններին բեր, վանդակներում ու դուրս սարի նայի, բոլոր որսերը, գլուխները կտրած կենդանիներին կպցրա տանդ պատերին եւ դու մեջը ապրի մամռակալած։ Հոգիդ պիտի լեն լինի, հոգիդ այդ աղջամուղջը մարդկանց աչքերի, որ մարդ երկու բառ չի կարող իրար կապի, ումա պետք է հիմա կասեն, վայ կարևորը գրպանը լիքը լինի, հա, ֆինանսը շատ կարևոր բան է, Ժողովուրդ ջան, որ հոգիդ լիքը լինի, սառնարան մտուտելու բան չլինի, հասկանում եմ, դա էլ մի բան չի, բայց այդ բալանսը Հայաստանում այնքան խեղված է, ես իմ գրքի մեջ ես, այ ամերիկյան օրագրի մեջ եմ գրում, իդեպ երբեմն կես-կես կարդում եմ, վաղը ուրբաթ է, վաղը անպայման կընթերցեմ, այդ դրվագն եմ էլի ներկայացնում, որ ասում է Ամերիկայում ապրեցի այսքան տարի, Ամերիկայում ով է միլիարդատերը, ասենք Ստիվ Ջոբսը ստեղծել է iPhone, Իլոն Մասկը տրիլիոներ է սա դառնում, Տեսլայի է ստեղծել, Մարսա թռնում, չգիտեմ, SpaceX-ը անում, Bill Gates-ը, Microsoft-ը սարքե ինտերնետ, կոմպյուտեր եւ մեր կյանքն է փոխել, բա մերոնց մականունները, Սվեչա Իլոնը, թե բան ասեն, Բազար Բեզոսը, տենց բաներ ասեին, հա, ինի առևտրական է, ինի կամ, չգիտեմ, եսպես շարունակ, ես եմ լուրերի կաստինգն, այսօր 60 հոգու լուրերի հաղորդավար ենք մանգալի սա Հայաստանում, մեկ չենք։ Okay, բարեկամներ, այսքանը, շնորհակալություն։
ուշադրության համար գնամ մի փոքր շունչ քաշեմ, պատրաստվեմ AM/PM երաժշտական վիկտորինային, ձեզ ասեմ լավ օրվա շարունակություն, շնորհակալություն, որ մեզ հետ եք, մեր գործընկերներից հրաշալի շնորհակալություն, Sevan Meat Market եւ Sevan Meat and Fish Market մեր գլխավոր գործընկերը, որ մեր կողքին է եւ մեծ ներդրում ունի մեր հաղորդման եւ կայացման եւ հասանելի դառնալու մեջ։ Դուք էլ այցելեք 1037 East Broadway, 1315 East Colorado Street, Sevan Meat Market եւ Sevan Meat and Fish Market, որակի չափանիշ։ Level ռեստորան եւ lounge-ը մեր գործընկերն է, դա հրաշալի վայր է լավ ժամանցի գործնական հանդիպումների համար, լանչի համար։ Այցելեք, վայելեք համեղ խորտիկները, ախորժելի խորտիկները, ինչպես նաեւ patio-ն, այնտեղ hookah lounge, ալկոհոլի տեսականի, բիլիարդ, երաժշտություն, աշխատում ենք մինչև ուշ գիշեր, Level ռեստորան եւ lounge։ Համեղ գործընկերը իհարկե Vivaldi Catering ծառայությունը, որը համեղ անակնկալ է մատուցում մեր գործընկերների անունից մեր ռադիոլսողներին, մեր անունը տվեք պատվերն իրականացնելուն պես եւ ստացեք մրգի համեղ ապսեները, fruit plates, ասորտին մրգային, որը Vivaldi բոլորն գիտեն շատ համեղ է, այնպես որ որպես հաճելի անակնկալ 707 771 7771 հիշեք եւ օգտագործեք։ Շնորհակալ ենք Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակին մեզ հետ աշխատելու, համագործակցելու համար, վստահելի ձեր գործընկերն է, եթե ձեր մեքենան դարձել է գլխացավանք, ձեր իրավունքներն են ոտնահարված, ապա դիմեք մեր պրոֆեսիոնալներին 818 319 3194 Lemon Law Boulevard։ Հատուկ շնորհակալություն LA Smart Blinds ընկերությանը, որ իմ կողքին է, մեր ռադիոյի կողքին է, տևական ժամանակ ջերմ բարևներս հարգելի ավակ ընկերոջս Կարենին, եթե լսում է 1808 Victory Boulevard հասցեում է գործում LA Smart Blinds-ը, շոուրումը, այցելեք, ծանոթացեք ամբողջական տեսականուն եւ ամենահարմար գները ստացեք մեր ռադիոյի կողմից 818 281 8136 LA Smart Blinds, որակի չափանիշ եւ ամենահարմար գները շուկայում։ Ուրախ են կրկին համագործակցել մեր լավ ընկերոջ հետ, Ժաննա Գրիգորյանը տրամադրում է հուսալի աջակցություն իրավական հարցերում եւ ոչ միայն Grigorian's Firm-ը տարիներ շարունակ օգնում է հարյուրավոր մարդկանց լուծել Միացյալ Նահանգներում կարևոր իրավական եւ սոցիալական հարցեր, լինի դա քաղաքացիության ստացման process-ները, քննությամբ թե առանց քննության, հիվանդության թոշակ լինի, տարիքային թոշակ, խնամակալության հարցեր, Medicare, Medical, տարբեր ծրագրեր, իդեպ շատ կարևոր է անգամ եթե դուք կարգավիճակ չունեք, դա շատ կարևոր է։ Դիմեք Ժաննա Գրիգորյանին եւ ամենակարևորը հիշեք, որ դուք որևէ բան չեք վճարում, մինչեւ ձեր գործը հաջողությամբ չհաստատվի։ Անվճար խորհրդատվության համար զանգարեք Grigorian's Firm, Ժաննա Գրիգորյան 818 287 1369։ Եվ վերջում, եթե առիթի եք պատրաստվում արգելիներս, գեղեցիկ առիթ է, ծնունդ է, կնունք է, նշանադրություն է, baby shower է, նկարահանումը պետք է իրականացնեք գեղեցիկ միջավայրում։ Իմացեք, որ Shadow Hills-ում գտնվող շքեղ առանձնատունը Shadowland-ը իր հյուրընկալ դռներն է բացում ձեր առջև։ Միջավայրը հրաշալի, 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, ամբողջությամբ կահավորված խոհանոց, մանկական խաղահրապարակ եւ $400 զեղչ եք ստանալու, եթե մեր եթերի անունից զանգահարեք, կարող եք նկարները ստուգել եւս Շնիկ Shadowland Rental։ Մնացածը արդեն հեռախոսով ձեր հարցերին սիրով կպատասխանեն, զանգարեք 818 653 1884 Shadowland, վայր, որտեղ ձեր տոնը դառնում է անմոռաց։ Այսքան այս պահին ես գնում եմ մի փոքր հանգստանամ եւ արդեն AM/PM երաժշտական Վիկտորինայի շրջանակներում հանդիպենք բարեկամներ։ Լավ եղեք։